Ժամանակակից մարդ ասած բավականին բարդ մի երևույթ է, որտեղ ինքը իր տրադիցիոն մոտեցումներ ունի, հեռավոր արևելքում մի մոտեցումներ են դրանք, եվրոպական հողի վրա դրանք ուրիշ մոտեցումներ են, երևի թե այսօրվա մարդու գլխավոր խնդիրներից մեկը այն է, որ նա ագրեսիվ է փորձում հնարավորինս պոկել երկրագնդից, առանց հաշվի առնելու, որ դա ըստ էության կենդանի ամբողջական օրգանիզմ է։ Եվ նշեմ, որ սրանից մի քանի տարի առաջ շատ զարմանալի մի բան տեղի ունեցավ, տիեզերքում ինչ-որ բավականին զանգվածային ասուտներ ընթանում էին եւ կատաստրոֆի եզրին, որ պետք է իրենք բախվեին Յուպիտեր մոլորակի հետ, հանկարծ Յուպիտերը սկսեց դողալ։ Այսինքն պարզ եղավ, որ Յուպիտերը ընկալում էր դա, այսինքն ինչ-որ մի գիտակցական յուրահատկություններ վերագրվում Յուպիտերին եւ այս առումով իհարկե երկիր մոլորակը ամենաբարձր երևույթներից մեկն է։ Մոտավորապես պատկերացնելու համար, այսպես ասենք, էլի, մարդու գոյատևման համար երկիր մոլորակի վրա մոտ 200,000 եւ ավելի պայման պետք է լինի։ 200,000 պայմանից, եթե անգամ մի քանիսը բացակայի, մարդկային կյանքը եւ դեպս կյանքը երկրի վրա կարող է մեռնել։ Այդ պայմաններում խաղը մարդու հետ գերագրեսիվ, իհարկե կարելի է ասել, նա իր արդարացումն ունեցել է։ Այդ գերագրեսիվ խաղը, օրինակ Նիչե որպես ֆիլիսոփ ասում էր, եթե առաջին մարդը առաջին անգամ չվերցներ քարեկացիներ, չկտրեր առաջին ծառը, ցիվիլիզացիա չէր առաջանա։ Այսինքն ցիվիլիզացիան եւս մարդկային ներքին ագրեսիա ինչ որ դրսևորում է։ Այս տեսակետից իհարկե մենք մոտեցել ենք նրան, որ եթե մի ինչ որ ժամանակ մարդկային ցեղը երկրից երեսին, ասենք ինչ որ չափով էր վնաս հասցնում երկրի մթնոլորտին, նրա կլիմայական պայմաններին, բնությանը, այսօր նա ի վիճակի է մոլորակային խնդիրներ առաջացնել։ Այսինքն մարդկային գործունեությունը այսօր հանգեցրել է այնպիսի երևույթների, որոնք անգամ եթե փորձենք թվարկել, մարդիկ կարող մի քիչ վախենան, որտեղ այդ մասն աշխատում են չգրել, ասենք օրինակի համար համաշխարհային օվկիանոսում աղբի, կույտի մակերևույթը, որը անթափանց է համարյա, Ուկրաինայի չափի է ասել։ Դա նշանակում է, որ մենք չափից ավելին ենք խախտել։ Եվ այս առումով անդրադառնում եմ Արթուր Հրամյանշան, ես լավ հիշում եմ երիտասարդ տարիներին, որ ես կարդում էի բժշկական էնցիկլոպեդիան, այնտեղ գրված էր, որ քաղցկեղը ծերունական հիվանդություն էր։ Հիմա անցել են ընդամենը տասնամյակներ, եւ մենք հանդիպում ենք քաղցկեղին, որը ի ծնե բնույթ կարող է կրել մարդկանց մեջ, այսինքն մարդիկ կարող են ծնվել արդեն քաղցկեղով, եթե մի ժամանակ ուղղակի ուսումնասիրություն ցույց էր տալիս, որ դա ծերունակ հիվանդություն էր։ Հիմա ըստ էության ինչ ծերունականի մասին է, դա մարդիկ ի ծնե կարող են իրենց մեջ ծնվել աշխարհում, ուրեմն մենք արմատական լուրջ եւ ոչ դրական անցման ենք ենթարկել երկրի վրա գոյություն ունեցող ամեն ինչը։ Այսօր ուսումնասիրությունները, օրինակի համար ասենք, բավականին մանրամասն ուսումնասիրությունները անցկացվում են Գրենլանդիայում, որտեղ ուղղակի իջնում են խորը, անջատում են սառցի համարյա թե հավերժական թվացող այդ շերտի միջուկը եւ ամեն տարի ուսումնասիրում։ Եվ այս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին 10 տարվա ընթացքում բնության հետ տեղի ունեցած անցումները մարդկային գործունեության հետևանքով հարյուրավոր անգամներ գերազանցում են պատմական յուրաքանչյուր պայմանական ասած վերցրած ժամանակաշրջանում տեղի ունեցած փոփոխություններին եւ ուզենք թե չուզենք պետք է խոստովանենք, որ սա անհետ չի կարող անցնել եւ որ մարդը ինքը վնասելով բնությանը նրա անդրադարձը ստանալու է, որովհետեւ նույնիսկ եմ կրկնում եմ, սա շատ բարդ միլիոնավոր խողովակներով միմյանց հետ կապված ընդհանրական գործող համակարգ է, որը չի կարելի ինքնագործունեությամբ խախտել, որ մենք որոշում ենք, որ կարելի է այս ինչ բանն անել, կարելի է ինչ բանն անել, ոչ մի ուշադրություն չդարձնել, թե ջրերը ինչքան են, ասենք հա Հայաստանում թե ասենք ինչ որ աներևակայելի քանակությամբ ինչ որ հանքեր են բացվում այսօր, եւ բոլորը շուրֆային եղանակով, այսինքն ոչ թե հորատանցքային, ոչ թե ծածկված, այլ շուրֆային, մենք բոլորս անգիր գիտենք, էլի, որ այդտեղից դուրս եկած անձրևած ջրերը իրենց հետ տանելու են ծանր մետաղներ, որը ծայրագույն վնաս է հասցնելու մարդկանց բնությանը, ասենք կարելի ասել, որ մենք ուղղակի արդեն առերևույթ տեսնում ենք, որ մեղրի բնության մեջ մեր համար այդպիսի այդ գողտրիկ, բացառիկ անկյունում բնության տեղի է ունեցել շատ լուրջ անցում եւ ոչ միայն ասենք
կապված կենթանական աշխարհի հետ, որը կտրուկ սակավել է այս պատճառով, որ այնտեղ մեծ քանակությամբ հորատանցքերի փոխարեն, ասենք, եւ ծածկի փոխարեն բաց եղանակով փաստորեն ուսումնասիրություններ են իրականացվում եւ արտահանվում է բաց եղանակով շատ բան հանգեցնելով փաստորեն ֆլորայի ու ֆաունայի լուրջ կորուստների։ Հիմա այսպիսի պոչամբարների քանակությունը Հայաստանում դարձել է աներևակայելի մեծ։ Եթե փորձենք համեմատել, մենք ուղղակի կարող ենք սարսափել, որ քանի աղբանոց է եղել խորհրդային տարիներին։ Եվ դուք տեսնեք, որ աղբանոցների քանակությունը շատ քիչ է եղել, երկու ձեռքի մատերի վրա դա 100%-ով տեղավորվել։ Այսօր Հայաստանում անքանակ աղբանոցներ կան, որից հետևում է, որ յուրաքանչյուր բնակավայր ուղղակի լոգիստիկայի, տրանսպորտային միջոցների ծախսը չկարողանալով հոգալ, հարակից տարածքներում ստեղծել է այդպիսի հակաէկոլոգիական օջախներ։ Ասել, որ այս ամենը իհարկե չի կարող չանդրադառնալ, դե երևի թե այնքան լուրջ չի լինի, էլի, որ ասենք, չէ, չի անդրադառնում եւ այլ, չէ, դա այդպես չէ, եւ գտնում եմ, որ այս ամենը անդրադառնում է ամեն ինչի վրա։ Եվ այսօր, երբ որ մենք խոսում ենք մոլորակային խնդիրներից, երևի թե առաջին դե հիշում եք այդ Կիոտոյում ստորագրված համաձայնագիրը, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չստորագրեց, դա մեծ համաշխարհային ինչ-որ սկանդալի բնույթ սկսեց կրել որոշ ժամանակ հետո, որովհետև հասկանալի է, որ երբ որ բնությունը մեր կոկորդից բռնի, մենք փրկություն չենք ունենա։ Պարոն Խաչատրյան, այդ տեսեք, միգուցե այդ ձև հնչի, բայց ժամանակակից վնասման ձևերը մոլորակի որոնք են, եւ մենք գործնականում մեր առօրյա կյանքում ինչպես ենք ստանում այդ ազդեցությունը, ինչ հետևանք է ունենում մեր վրա։ Գիտեք, առաջին հերթին ես այդտեղ կառանձնացնեի մարդու սպառողական վերաբերմունքը բնության հանդեպ, որ մարդը բնությունը փորձում է սպառել, փորձում է կոկել, շտկել, իր ուզածող շինարարություններ անել, ոչ մի սկզբունքային նշանակություն չունի թե դա որտեղ է, ինչպիսի բնակլիմայական միջավայրում է, ինչպիսի բնական հարաբերություններ է խախտվում, ոչ մի նշանակություն չի տրվում դրան, բայց նշենք, որ հազարամյակներով փաստորեն թեև բոլոր կրոնները ունեցել են մոտեցում, որ մի վնասիր բնությանը, եւ հատկապես քրիստոնեության մեջ դա շատ զգալի է եղել մարդասիրական վերաբերմունքը ամեն ինչի, նաեւ բնության հանդեպ։ Ուրիշ հարց է, որ տարբեր ուղղություններ, տարբեր մեկնաբանություններով փորձել են հիմք ստեղծել, այսպես կոչված ինդուստրիալ զարգացման համար, որը համարվում էր ամենակարևոր երևույթը մարդկային հասարակության մեջ, բայց այսօր մենք մոտեցել ենք նրան, որ մեր ինդուստրիալ զարգացումը, ես դա ամենայն լրջությամբ եմ ասում, հանգեցնում է արդեն մոլորակային խնդիրների եւ բնությունը շատ դժվար է արդեն տանում, ասենք, ինչ ասեմ, էլի, երբ որ մանգրային այդ անտառները ոչնչացվում են, համարելով որ դե իսկ ինչ են տալիս դրանք, էլի, մի առանձնական, երբ որ ինչ-որ Բրազիլիան պետք է ինչ-որ փող ստանա, եւ նրան դրվում է խնդիր, որ պետք է իր Ամազոնի հովտի ծառահատումները դարձնի արդյունաբերական մակարդակի վրա, որպեսզի կարողանա այդ գումարները ստանալ, ասենք, միջազգային վալյուտային ֆոնդից, դա բառից բուն իմաստով հանցագործություն է ընդդեմ մարդկության, որովհետև դրանք երկրագնդի թոքերն են, եթե նրանք չեն մաքրելու օդը, մենք ինչ օդ ենք շնչելու, էլի, հիմա պարզ խոսենք, էլի, ես եգիպտական բուրգերի ուսումնասիրությունը հանգեցրեց նրան, որ այնտեղ հայտնաբերվեցին փակ խցիկներ, կամերաներ, այս խցիկներից դուրս բերվեց օդը առանց ներս մտնելու, եւ զարմանալի բան է, որ այն ժամանակ, երբ որ դուրս բերվեց, այդ 70-ական թվականի վերջը 80-ականի սկիզբներ, մոտ 6 անգամ էր կեղտոտված, ավելի, հիմա մոտ 7.5, պատկերացրեք ինչքան ժամանակ անց է, անգամների մասին է խոսքը գնում, խոսքը չի գնում տոկոսների մասին, 30%, 25% եւ այլն, էլի, այդ արտանետումները, որը մարդը իրականացնում է, ինքը շատ դեպքում չի, հիմա այսօր տեսեք, երբ որ քննարկում են, թե աշխարհով մեկ ընթանում է մի շատ վտանգավոր գործընթաց, ջերմանում է կլիման, երկրագնդի մթնոլորտային ջերմությունը բարձր է դառնում, գնալով ավելի ու ավելի։ Եվ այստեղ նշում են, որ այո, դրա հիմնական պատճառներից մեկը այն է, որ օրինակի համար Չինաստանի հյուսիսում բոլորը հսկայական զանգված մարդկանց օգտագործում են ածխի վառարաններ։ Դե մենք պատկերացնենք, որ
200-300-400 միլիոն մարդ ածխի վառարան է օգտագործում, արդեն դրա ջերմազատումը ազդում է ընդհանուր կլիմայական ընթացքի վրա։ Միևնույն ժամանակ պետք է ասել, որ ասենք այդ ծուխը, որը արտանետվում է բազմաբնույթ քիմիական իր բաղադրիչներով եւ այլնով, ինքը չի կարող նպաստավոր որևէ կերպ լինել, որովհետեւ շատ դեպքերում ուղղակի ֆիլտրերի բացակայություն է եւ մարդիկ մտածում են, որ դե քամին կտանի էլի։ Այդ այսպես կոչված հույսը ես համեմատում եմ հին հռոմեական ասացվածքի հետ, էլի, ասում եմ, նու չի կարելի խելացի համարել այն մարդուն, որը ոտք առ ոտք, քայլ առ քայլ գնում է դեպի անդունդը, աչքերը կապած վիճակում։ Համոզված որ մինչև ինքը հասնի անդունդի բերանին, չգիտես ինչ որ մեկը կամուրջ կգցի այդ անդունդի վրայով եւ իր ոտքը դատարկության մեջ ինքը չի դնի։ Կանցնի կգնա։ Հա, այդպիսի աչքերը կապած երազանքներով նու կարելի է ինչ-որ մարդիկ ապրեն, անհետևանք չի մնում։ Չանհետևանք դա ո՞նց կարող է մնալ, եթե դու անդունդին ես մոտենում։ Այ պարոն Խաչատրյան, տեսեք, Երևանը համեմատենք տարիներ առաջվա հետ, հենց խորհրդային ժամանակների, նույն շատ հեռու չգնամ 80-ականների հետ։ Նկարներում երևում է, ես ծնված չեմ եղել, բայց նկարներում երևում է օրինակ օպերայի շրջակայքը գրեթե օպերայի շենքը չի երևում, այնքան ծառ կա։ Հիմա միայն օպերայի շենքը եւ օրինակ եւ ասֆալտ է երևում, այնքան քիչ ծառ կա։ Նաեւ մեր շրջապատում ենք տեսնում, որ որոշ դեպքերում ծառերը բացակայում են, բնությունը Երևանից որոշակի հեռացել է, չնայած որոշակի քայլեր այնուամենայնիվ փորձում ենք անել։ Մեր շրջապատը ինչպիսին է հիմա ըստ եւ մեր համար մարդու համար հարմար է ապրելու։ Գիտեք, ժամանակին հենց այդ խնդիրը դրված էր աթենքի առաջ։ Քանի որ դա տուրիստական բումի ժամանակաշրջանն էր, հնարավոր ողջ բուսականությունը համարյա թե ոչնչացվեց։ Կառուցվեցին օթելներ, կառուցվեցին մոթելներ, կառուցվեցին հնարավոր այն ամենը, որպես ինֆրաստրուկտուրա, որպես ենթակառուցվածքներ, որոնք սպասարկելու էին տուրիստական բիզնեսը։ Այսօր աթենքի բնակիչները համարում են, որ եթե հնարավորություն ունես, քո երեխան պետք է աթենքում չաճի։ Այսինքն երեխային տանել են դա, որտեղ գոյություն ունի դեռևս բնություն, որտեղ հնարավոր կլինի, ասենք, խուսափել այդ գեր անդրադարձվող ճառագայթումից։ Հիմա ինչ վերաբերում է, ասենք, Երևանին, էլի, մենք միշտ հպարտացել ենք նրանով, որ մեզ հաջողվել է կիսաանապատային այս տարածքում ստեղծել պաշտպանական բուսական շարք։ Հիմա մենք մեծ հաջողությամբ եւ չգիտես ինչի կամային ինչ-որ ձգտմամբ ոչնչացնում ենք այդ ամենը, 1000 տեղ, 1000 բան սարքելով ստեղծելով։ Մեր վերաբերմունքը իհարկե ոչ մի, հիմա դուք ասացիք օպերայի շուրջը եղած բուսականությունը, բայց ով է հիշում, որ օպերայի շուրջը ոչ մի այսպես ասած, օբյեկտ չկար։ Այսօր դուք չկարողանաք տեսնել օպերայի շենքը, այդ բացառիկ ճարտարապետական քերթվածքը, էլի որ միշտ հպարտացել ենք, որ դա Զվարթնոցի եւ Կոլիզեի յուրօրինակ ստեղծագործական խառնուրդն է, որը զույգը չունի աշխարհում, էլի մրցակիցներ չունի այդ դաշտում, եւ հանկարծ դուք չեք կարող տեսնել, որովհետեւ արդյունքում դրանց այսօր անհասկանալի եւ այդ բետոնակուր սրճարան, որը չես էլ կարողանալու հետագայում քանդել եւ այդ ամեն ինչով շրջապատված է, որովհետեւ ինչ որ ժամանակ իշխանություն ունեցող մարդիկ իրենց ցանկությամբ օգտագործել են հարակից տարածքները։ Հիմա որ մի երևի փորձեք գնաք մի հատ Փարիզ եւ որևէ տանիք քանդեք ու տանիքի վրա դնեք թեկուզ սովորական այդ մանսարդ ասածը։ Դուք չեք կարողանա դա անել, որովհետեւ դա խախտում է ճարտարապետական դիմագիրը քաղաքի։ Հիմա դուք գնացեք Լենինգրադ, ասենք Սանկտ Պետերբուրգ այսօր եւ փորձեք այդ Դվարցովայի պլոշյադ ասացի հարակից որևէ հատվածում 6 հարգանի շենք սարքել։ Իհարկե ձեզ թույլ չեն տա, որովհետեւ այդ ամենը պետք է խարսխված լինի նրա ընդհանուր նկարագրի, բնութագրի, դիմագրի վրա քաղաքի։ Մեր քաղաքը ունեցել է անկրկնելի դիմագիր։ Հիմա դրա մեջ եղել է նաեւ բուսական շերտեր, որոնք ասենք եւ տնկել ենք, եւ խնամել ենք, ես հիշում եմ էլի այն ժամանակները, երբ որ մենք գնում էինք, որ Ծիծեռնակաբերդում հասցնենք 1.5 միլիոնի ծառերի քանակությունը, որովհետեւ այդտեղ մեծ եղեռնի նվիրված հուշահամալիրներ եւ պետք է առնեին այդ քանակությամբ, ինչ քանակությամբ, որ մարդիկ հայազգիներ են զոհվել այդ եղերական մահվամբ։ Եվ այսօր գնում եմ այնտեղ ու տեսնում եմ բացարձակ այլ վերաբերմունք էլի, որ այնտեղ ուղղակի հատված են ինչ որ էլի օբյեկտներ են հայտ եկել ես մեր ժողովրդի խոսքով ասած, էլի անհասկանալի հատումներ են կատարված ծառերի, կտրատած է ջերոռոքման ամբողջ
համակարգը մի հատվածում ես հասկանում եմ որ մենք առաջին հերթին ետնթաց ապրել ենք այդ մեր ոգեղեն էության մեջ եւ մեզ շատ բաներ սկսել է չհետաքրքրել դարձել ենք իրականում անտարբեր էլի ու համարում եմ որ մենք այսպես շարունակելու դեպքում իհարկե կարող է նմանվենք այդ հռոմեական առակի անձին որը գնում է հույսով հա մենք էլ ունենք չէ հայերի մեջ ասում հույսը միշտ եկնահողին ամերում ասենք թաղելուց հետո գալ դերն են որ չի ծլե հաջորդ նոր համարում եմ որ մեռավ չէ այդ ամեն ինչը պետք է մոռանալ մենք պետք է ունենանք իրական քաղաքական ընթացքի գիտակցություն այս հարցերում այսինքն թե ինչ պետք է անել որպեսզի այս իրավիճակը փոխվի ինչ պետք է անել որ պոչամբարների ինչ որ անհասկանալի քանակություն Հայաստանում չարչանց որ բոլորս գիտենք որ դա տեղով փորձանք է եւ յուրօրինակ դժոխքի անեծքն է երկրից երեսի ինչ պետք է անել որ ասենք այդ ծառահատումները որոնք ժամանակին ընթանում էին հիմք ունենալով որ դե մարդիկ չեն կարող դիտականան եւ մարդիկ չեն կոտովի ծառերի չկտրելու պատճառով բայց այսօր այդպեսին չէ իրավիճակը հիմա գնանք հարցնենք ասենք Իջևանի Շամշադինի լոռու տարածքում են հազվագյուտ ծառերը որոնք եզակի երևույթ են ընդհանրապես երկրի բնության համար որևէ մեկը մնացել է ծառերից բոլորի մի զգալի մասը դրանց գնացել է ուղղակի որպես մանրահատակ որտեղ ունեցել է յուրօրինակ երանգ որտեղ մարդիկ պարծենցել են որ այդ հազվագյուտ ծառը ծառայում է իրենց տանը որպես մանրահատակ Այսինքն դուք պետական մոտեցման կողմնակից ես կողմ եմ որ այդ ամենը դեպի հրապարակային քննարկման ուղղությունները աշխատանքային այս առումով ուրվագծվի կազմվի նաև ինչու ոչ ժամանակացույց թե երբ ինչ պետք է արվի եւ խստագույնս պահպանվի դա հավատացնում եմ ձեզ 10-15 տարվա ընթացքում ամեն ինչ կարելի է փոխել որտեղ 50 տարվա ընթացքում ճապոնացիները որոնց անտառները կազմում էին Ճապոնիայի տարածքի ընդամենը 12-13%-ը դարձրեցին 95%։ Այսինքն դա ամենաանտառածածկ տարածքն է այսօր աշխարհում։ Չեմ ասում նրանց պես ծախսեր անենք, պետք էլ չի նրանց պես ծախսեր անելը։ Մեր տարածքը զգալիորեն ավելի հարմարավետ է նրանցից, բայց 10-15 տարվա այդպիսի քաղաքականությունը հնարավորություն կտա գոնե հանգիստ խղճով գիտակցել, որ այս սերունդը մյուս սերունդների աչքում հաջորդ իր պատիվը կրկեց։